Ողջույն, բարի օր, մենք նորից հանդիպում ենք և կշարունակենք պատարագի մեր խմբերքների սովորելը, արդեն եկանք հասանք բուն պատարագ, դա արդեն պատարագի բարձրակետն է, որտեղ արդեն տեղի է ունեցել խորհուրդը կամ խորհուրդ բառը քրիստոնեության մեր ընկալումով ինչ որ մի արարողակարգ, հիշում եք առաջին օրը բացատրեցի, ինչ որ մի արարողություն, գործողություն, զուգորդված աղոթքներով, երգերով, շարականներով, սաղմոսներով եւ այլն, որի ընթացքին տեղի է ունենում մի ինչ որ հրաշք, որը անընկալելի է մեր մարդկային սովորական ընկալումներով, բայց որին եւ հավատում ենք եւ գիտենք, որ այդպես էլ կա։ Մեր եկեղեցին ունի 7 խորհուրդներ, որոնցից մեկը եւ ամենամիգուցե գլխավորներից է հենց պատարագը, այսինքն պատարագի մեջի հենց հաղորդության խորհուրդը։ Հաղորդություն բառը մենք արդեն գիտենք, որ ուղիղ հաղորդակցության մեջ ենք մտնում Աստծո հետ, ուղիղ կապի մեջ, ինչի շնորհիվ հենց նշխարն ու գինի շնորհիվ, որը ընդունում ենք մեր մեջ, որը արդեն վերափոխվել է Քրիստոսի մարմնին եւ արյան։ Հենց այս պահն է, այսինքն պատարագի ամենաբարձրակետն է, որտեղ արդեն տեղի ունեցավ այդ հրաշքը, հավատում ենք եւ արդեն իսկ Քրիստոս մեր մեջ հայտնվեց, նախորդ համարով մենք այդպես էլ երգեցինք, արդեն մենք շրջապատված ենք երկնային զորություններով, հրեշտակներով, հրեշտակապետերով, սերովպեներով եւ քերովպեներով։ Հենց այս պահին էլ պատարագիչը ասում է. Եվ ընդ սերովպեքն եւ ընդ քերովպեքն միաձայն բարբարով եւ այլն աղաղակեք ընդ նոսին եւ ասեք մեզ օրդորում է որ հրեշտակների եւ հրեշտակապետերի խմբերի հետ ձայնակցենք եւ միանանք եւ ասենք ինչ Սուրբ 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 Տեր Զորությանց եւ այլն Ուրեմն, ասում ենք Սուրբ, Սուրբ, Սուրբ Տեր Զորությանց, լի են երկինք եւ երկիր փառոք քո, օրհնություն ի բարձունս, օրհնյալ, որ եկիր եւ գալոց ես անվամբ տիառն, ինչ ի նկատի ունենք, դու օրհնյալ, որ եկար, մի անգամ աշխարհ եկար, եւ երկրորդ անգամ նորից պիտի գաս Տիրոջ անունով, արդեն ակնարկում ենք երկրորդ գալստյան մասին։ Եվ վերջում արտասանում ենք այն արտահայտությունը կամ այն բառերը, որոնք ժողովուրդը արտասանեցին, եթե կհիշեք Քրիստոսի ավետարանի իր կյանքի վերջին դրվագի ծաղկազարդի օրվա, որտեղ ինքը երկրորդ անգամ մուտք գործեց Երուսաղեմ եւ մարդիկ դիմավորեցին իրեն ծաղիկներով, տերևներով, ձիթենիներով, գորգերով եւ այլն եւ ասում էին Օվսաննա ի բարձունս, իհարկե Օվսաննա բառը հայերեն չի, ամենայն դեպս թող փառավորվի քո անունը կամ փառավորվիր դու եւ երկնքում հնչում են քո քեզ ուղված օրհնություններ, Օվսաննա ի բարձունս։ Սա իհարկե հաշվի առնելով, որ ոչ թե մեր երկն է, այլ հրեշտակների երկն է, ինչպես որ Քահանան էլ ասեց, իրենց հետ
ձայնակցեք, ինչքան է որ ասում է աղաղակեք իրենց հետ, բայց մի պահ եթե պատկերացնենք հրեշտակները ինչպես կարող են երգել կամ հրեշտակների երգը կամ երաժշտությունը կամ հնչողությունը ինչպեսին, օրինակ ես կարծում եմ, որ դա բացարձակ լռություն է, երաժշտություն լռության մեջ, երկնային խաղաղություն, երկնային անդուր։ Հետևաբար հենց այդպես էլ Կոմիտասի այս մշակումի իհարկե շքեղ է, շատ նուրբ, շատ խաղաղ, որևէ մարդկային գիրք չկա եւ այլն։ Փորձեմ երգել, իհարկե ինքը քանի որ գրած է արական երգչախմբի համար, արական կազմի համար, տոնայնական մի քիչ այլ է, մենք փորձենք մեզ հարմարեցնել։ Վերջում ռեպրիզակը, այսինքն սա կրկնվում է երկու անգամ։ Նորից այսքանը կարող ենք երգել։ Փորձենք։ Շատ ապրեք, շատ գեղեցիկ էլ երգեցիկ, սա կրկնվում է երկու անգամ, այսինքն ասում ենք սուրբ, սուրբ, հետո նոր սուրբ Տեր Զորոտյանց, հիմա բաց թողնենք երկրորդ անգամը, նույնությամբ կրկնվում է, շարունակությունն եմ երգում, սուրբ Տեր Զորոտյանց, լի են երկինք և երկիր փառոքով։ Նորից եմ եսքում, այսքանը։ Սուրբ Տեր Զորոտյանց, լի են երկինք և երկիր փառոքով։ Տեր Զորոտյանց, լի են երկինք և երկիր փառոքով։
շարունակությունը օրնությունի բարձուս օրնյալ որ եկիր եւ գալոցես անվարդյարն եւ գալոցտես իհարկե նորից եմ երգում օրնությունի բարձուս օրնյալ որ եկիր եւ գալոցտես անվարդյարն փորձենք Շատ ապրեք, սովորեցինք, փորձենք մի հատ սկզբից։ Նորից շատ ապրեք, շատ սիրուն կատարեցիք։ Այս հատվածից հետո արդեն պատարագիչ քահանան բարձրացնում է սկիհի մեջից նշխարը, ի ցույց ժողովրդին, ավատացյալ ժողովրդին, ասում է, արտասանում է այն խոսքերը, որոնք Քրիստոս ասեց իր աշակերտներին, ասում է, առեք, կերեք, սա իմ մարմինն է, որը ձեզ համար է բաշխվում, ձեր մեղքերի թողության համար եւ այլն, երջախումբը ասում է ամեն, թող այդպես լինի, հետո բարձրացնում է սկիը գինին, այսինքն ասում է արփեք իսման է, այսինքն խմեք սրանից բոլորդ, սա իմ արյունն է, որը հեղվում է ձեր համար, ձեր մեղքերի փրկության համար, նորից երջախումբը պատասխանում է ամեն, այսինքն թող այդպես լինի եւ շարունակում ենք արդեն փառաբանել Սուրբ Երրորդությունը
հորը նվիրված խմբերգ, որդիին եւ Սուրբ Հոգին, որոնց արդեն կանտրադառնանք հաջորդիվ։ Այսօրվա համար այսքան, շատ շնորհակալություն, ապրեք, մինչ հանդիպում։